number 4. Չորրորդ դասն է նորից խաչ բաժնի։ It's called Living the Impossible. Վերնագիր ապրել անհնարինը։ We know that the cross must be central to everything Մենք for գիտենք, որ us. մեզ համար խաչը հանդիսանում է կենտրոն ամեն ինչում։ God is going to have a people of prayer. Աստված ունի աղոթքի խումբ, մարդիկ, ովքեր միշտ աղոթում են։ That means we have to die to ourselves or to Որ everything that նշանակում is է not մենք Christ. մեր ու ցանկությունների համար պետք է մահանանք։ We have found that God is pleased with His beloved Son. Ու գիտենք, որ Աստված հաճեցավ իր սիրելի որդով։ Therefore, we must be found in Him Ու մենք պետք է լինենք այդ որդու մեջ, to be conformed to that image of որպեսզի Christ, նրա կերպարանքին կերպարանակից լինենք, to allow Him to form us, Թույլ տալու նրան created մեզ us the moral character of Christ. ձևավորելու ու մեր մեջ բերելու Քրիստոսի բնավորությունը։ We want to walk in His anointing. Պետք է քայլենք նրա ուծության մեջ We want to walk and fulfill His ministry ու upon the earth. իրականացնենք երկրի վրա նրա ծառայությունը։ Again, as we talk on the cross, we'll go back to Genesis chapter 3. Երբ որ խաչի մասն ենք խոսում, կվերադառնանք Ծննդոց 3-րդ գլուխ։ We'll recognize that Adam had a choice to make. Գիտենք, որ Ադամը ուներ ընտրության հնարավորություն։ Genesis 3, 1 through 7. 1 to 7 Yeah. Կկարդանք Ծննդոց 3-րդ գլխից առաջինից 7-րդ խոսքերը։ Արդ օծն ավելի խորամանկ էր, քան դաշտի բոլոր գազանները, որ Տեր Աստված ստեղծել էր։ Եվ կնոջն ասաց. Հիրավի Աստված ասաց, որ պարտեզի ոչ մի ծառի շուտեք, եւ կին ասաց օծին. Պարտեզի ծառերի պտղից կարող ենք ուտել, բայց այն ծառի պտղից, որ պարտեզի մեջ տեղում է, Աստված ասաց. մի կերեք դրանից եւ դրան մի դիպչեք, որ չմեռնեք։ Եվ օծն ասաց կնոջը. ամենևին էլ չեք մեռնի, այլ Աստված գիտի, որ այն օրը, որ դուք դրանից ուտեք, ձեր աչքերը կբացվեն եւ աստոպես կլինեք բարին ու չարն իմացող։ Եվ երկինը տեսա, որ ծառը լավն էր, որպես ուտելիք եւ թե հաճելի էր աչքերին եւ ծառը ցանկալի է իմաստուն դարձնելու համար, առավ նրա պտղից ու կերավ եւ իր հետ, որ իր ամուսնուն էլ տվեց եւ նա էլ կերավ։ Եվ նրանց երկուսի աչքերը բացվեցին եւ հասկացան, որ մերկ են։ Եվ թզենու տերևները կարեցին ու իրենց համար ծածկոցներ շինեցին։ We find in this story that Adam stood with a great moral choice. Մենք տեսնում ենք այստեղ, որ Ադամը ուներ ընտրության հնարավորություն։ Two ways stood before him, represented by two trees in that garden. Ու պարտեզում կար այդ երկու տեսակի ծառերը։ He had the tree of the knowledge of good and evil, Գիտության, բարի չարի գիտության ծառը, and he also had the tree of life. ու նաև կենաց ծառը, կյանքի ծառը։ He could have chosen to eat of either one of them. Ինքը երկուսից էլ ընտրելու հնարավորություն էր, երկուսից էլ կարող էր ուտել։ It seems like what we would, in some ways, an easy choice, but Թվում է հեշտ ընտրություն էր, it was one that we would call բայց մենք այն կարող ենք անվանել difficult. դժվար, The temptation that was there, ու այն փորձությունը, որ նա ուներ, the promises that were made, the ու այն lies that were told, խոստումը, որ նրան տրված էր այդ ժամանակ։ it was almost impossible for him to resist. Գրեթե նրա համար անհնար էր դառնում այդ ցանկությանը դեմ կանգնել։ We face this choice today, Այսօր էլ մենք ենք այս ընտրության առաջ կանգնած։ for we've been offered life through Jesus Christ. Հիսուս Քրիստոսը մեզ կյանք է առաջարկում։ He is that tree of life for Ու նա է us. մեզ համար հանդիսանում հենց այդ կյանքի ծառը, կենաց ծառը։ And we as believers are either going to feast upon that tree of life, Հավատացյալներս կամ կսնվենք այդ կյանքի ծառից and we're going to receive the boundless resources of God, ու Աստծո այդ ռեսուրսներից կօգտվենք or we're going to eat of that tree of the knowledge of good կամ and evil. կուտենք այդ բարի չարի գիտության ծառից, որը չարինն է։ We will thus have a choice of selfishness Մենք ունենք ընտրության հնարավորություն այդ եսասիրության մեջ or unselfishness, կամ անեսասիրության։ following God or following Այսինքն self. հետևել Աստծուն, թե հետևել ինքդ քեզ։ We recognize that the tree of life Մենք would be հասկանում ենք, որ կյանքի a ծառը source of life for Adam Ադամից համար կյանքի աղբյուր էր։ and for us. Ու մեզ համար նույնպես։ We recognize that God's nature is to give. Հասկանում ենք, որ Աստծո էությունն էր տալը։ Everywhere you look, He's Ուրել a որ giving God. նայենք, տեսնում ենք, որ Աստված տվող Աստված է։
We saw the images of the temple in Ezekiel's writing. Տեսնում ենք Եզեկիելում այդ տաճարի պատկերը There was a river that flows out of that temple. եւ այդ տաճարից տեսնում ենք որ Եզեկիելում ասում է որ այդ կյանքի գետերն են բխում։ Everywhere it goes, it creates life. Ուր էլ որ գնում էր այդ գետերը նա կյանք էր բերում։ Trees come up on its banks. Ծառեր էին աճում There's an abundance of fish in the Dead Sea. ու այդ մեռյալ ծովում կային այդ ձկները։ Everywhere, this points to the Ուր fact էլ որ այն գնում էր that God is a giving God. տեսնում ենք որ Աստված տվող Աստված է, նա տալիս էր անընդհատ։ It contrasts with Adam's nature, Ու դա այն դեմ էր կանգնում Ադամի էությանը։ that which would take to himself. Ադամն էլ իրեն իր համար վերցնող էր։ I want this knowledge. Ադամն ուզում էր, ասում էր, ես ուզում եմ այս գիտելիքը։ I want to be like God. Ես ուզում եմ լինել Աստծո նման։ I want the wisdom. Ես ուզում եմ իմաստություն, I want to just feel good. ուղղակի ուզում եմ ինձ լավ զգալ։ Looks like it's going to taste good. Կարծում եմ, որ այն հաճելի էր։ I want to please my Դրա համար flesh. ես իմ մարմինին ուզում եմ հաճույք պատճառել։ And so we see that contrast between who Տեսնում God ենք այդ is հակասությունը and who Adam is. ու թե ով է Ադամը։ There, that tree of life should have spoken to Adam. Կյանքի ծառը Ադամի առաջ էր։ He should have recognized Ու ինքը պետք է ճանաչեր, that tree որ would be the life of God. այդ ծառը կյանքի ծառն է։ But he acted independently, Բայց ինքը անկախ գործեց, a way of pride and selfish ambition. որտեղից գալիս էր հպարտություն, իր փառասիրությունը, But God allowed that moral choice. բայց Աստված այդ ընտրությունը թույլ տվեց իր կյանքում լինի։ He still does today for us. Ու նույնը թույլ է տալիս այսօր մեր կյանքում։ He forces no one to serve him. Ինքը ոչ ոքին չի ստիպում, որ իրեն ծառայեն։ He places before men and women choices to Նա մարդկանց, տղամարդկանց ու կանանց առաջ ընտրության հնարավորություն է տալիս։ put your faith in God. Կամ քո հավատքը տաս Աստծուն, He'll supply all of his resources ու to իր you. բոլոր աղբյուրները նա քեզ կմատակարարի, կտա։ Choose to live for yourself, Թե ապրես ինքդ քեզ համար, you'll be on your own. ու լինես քո կյանքի տեր, այսպես ասած։ You'll work, you'll labor in your own strength. Ու քո գործերը, ամեն ինչը քո աշխատանքը քո սեփական ուժով անես։ The tree of the knowledge of good and evil is a way Արիգության ծառը of taking, վերցված էր, a way of holding to, այն պահում էր, possessiveness, greed, covetousness. ու իր մեջ կար այդ ժլատություն, այդ ամեն բադ բաները, It's a life of independence from God. ու իրենից ինքը ուզում էր անկախություն, այդ ծառը իրենից անկախություն էր բերում Աստծուց։ We have that choice to make. Ու հիմա մենք այդ հնարավորությունը ունենք կայացնելու, ընտրությունը, We can follow Adam. կամ հետևել Ադամին, We can do our own thing. մեր սեփական գործերը անելու, Be independent of the plan of God. Աստծո ծրագրից անկախ լինել, We can live our own life, ապրել մեր սեփական կյանքը, or we can turn to God in կամ faith, գնանք դեպի Աստված, and we can receive all of the resources that He has for ու us. այդ ամեն աղբյուրները նրանից ընդունելու, He ռեսուրսները, will give ու նա կտա մեզ, if we will surrender to Him. եթե հանձնվենք իրեն։ When Adam took that fruit, Երբ Ադամը վերցրեց այդ պտուղը, it was good to look at, pleasant to the eyes. տեսնում ենք, որ գրած է նրա աչքին հաճելի էր։ Oh yes, I think this is going to be really good. Ու նա ասում էր, այո, կարծում եմ, որ սա շատ լավ կլինի։ His mind starts thinking, Միտքը սկսեց մտածել, oh, this is going to make us wise. որ սա այս պտուղը ինձ իմաստուն կդարձնի։ He thought his will would be expressed. He would be independent of God. Որ ինքը Աստծուց անկախ կլինի։ No longer need God. Այլևս Աստծո կարիքը չի ունենա։ No longer dependent upon God. Այլևս Աստծուց կախյալ չի լինի, He would become like God, he այլ thought. Աստծո պես կլինի։ Adam had that choice Ադամն այդ ընտրության հնարավորություն to ուներ։ live by my own Այսինքն independent ապրելու life, իր սեփական կյանքը, անկախ կյանքը, to live in surrender unto God. թե ապրել հանձնվելով Աստծուն։ We know the tragedy of that fall, Մենք այդ անկման ողբերգությունը տեսնում ենք, գիտենք։ that he chose that tree of the knowledge of good and Ինքը evil. ընտրեց բարու եւ չարի գիտության ծառը։ God had told him that he's going to die. Աստված ասել էր նրան, որ դու կմահանաս։ We know that physically he lived, Գիտենք, որ ֆիզիկապես Ադամն ապրում էր, but that spiritually he died. բայց հոգեվորապես ապրեց, մահացավ։ What we mean is that Ինչ է սա նշանակում։ Adam's spirit lost its connection with Ադամի God. հոգին Աստծո հետ կապը կորցրեց։ Adam was created to be a spirit man. Ադամը հոգևոր մարդ էր ստեղծված Just որպես։ like we have a new creation. Ինչպես մենք որ We are ունենք a այդ new նոր արարածը, creation.
նոր արածը born մեջ, again. վերստին ծնված մարդը, And we have a connection with God, ունենք Աստծո հետ կապ, with God's Spirit. Աստծո հոգու հետ։ And when Adam died, Ու երբ որ Ադամը մահացավ, that Spirit lost its connection. այդ հոգին կապը կորցրեց Աստծո հետ։ Couldn't hear God, Չէր understand կարող God. լսել Աստծուն, չէր կարող հասկանալ Աստծուն։ That Spirit lost its leadership of Հոգին Adam's life. Ադամի կյանքի մեջ այդ առաջնորդությունը կորցրեց։ He really became a completely different man than he was Լրիվ before. այլ մարդ դարձավ, քան առաջ էր։ Now he's a soulless creature. Հիմա մարմնավոր արած էր, His mind controls շնչավոր everything. արած էր, ու նրա միտքն էր արդեն կառավարում։ He makes decisions based upon reason and Ու ինքը արդեն որոշումներ կայացնում էր կախված իրավիճակներից, ruled by what պատճառներից։ he feels. Իր զգացածով էր ինչ որ բաներ որոշումներ կայացնում, կառավարում։ He's limited in his understanding to what Իր հասկացողությունն արդեն սահմանափակ էր, could see and evaluate, ինչը որ տեսնում էր, այդ ամենը ավելի what he սահմանափակ էր։ could taste or what he could feel, Իր զգացածի ամեն ինչի մեջ արդեն what he could see or սահմանափակում էր, hear. տեսնելու, լսելու մեջ։ But the contact with God was lost. Ու Աստծո հետ այդ կապը կորցրել էր։ He has fallen out of relationship with God completely. Ամբողջապես կորցրել էր Աստծո հետ հարաբերությունը։ Sin had separated him from God, Մեղքը նրան հեռացրել էր, առանձնացրել էր Աստծո։ and his spirit died towards God. Ու իր հոգին Աստծո առաջ մահացավ։ God had offered him in the tree of life a vital Աստված union առաջարկել էր նրան այդ կյանքի ծառը, որ միաբան լիներ նրա հետ։ where God's life would flow in and through him. Ու Աստծո այդ կյանքը հոսում էր նրա մեջ ու նրա միջով։ But he rejected that union Բայց նա այդ միաբանությունը մերժեց, and միությունը։ instead ends up alienated from God. Ու դրա վերջը եղավ այն, որ նա հեռացավ Աստծուց։ That's one definition of death Դա մահվան սահմանումներից մեկն է։ is to fall out of connection with your environment. Եվ կորցնում ես այդ կապը միջավայրի հետ։ Everything dies, Ամեն բան մահացած էր։ but we know it's dead when it no longer interacts with the Ու environment. գիտենք, around. որ մահն է, որ այլևս չի կարողանում միջավայրում գործել ինչ-որ բան անել։ You know, that tree dies out there. Երբ որ ծառը թորոմում է, It no longer pulls up the nutrients from the ground. ու արդեն հողից սնուցում չի կարողանում ստանալ այդ ծառը։ Its leaves no longer respond to the Այլևս sunlight. տերևներ արևից այդ լույսը չեն ստանում։ It's lost all connection with its Այսինքն environment. միջավայրի հետ ամբողջ կապը կորցնում է ծառը, երբ որ թարամում է։ And the same is true spiritually for Նույնը man. հոգեորապես մեզ համար է գործում։ We're dead to God when we no longer can respond to Մենք our կորցնում ենք spiritual կապը, այլևս environment. հոգեորապես չեն կարողանում այդ պատասխան ունենալ Աստծո։ Can't hear God, Չեն կարողանում Աստծուն can't լսել see God, կամ տեսնել նրան, can't understand God, չեն կարողանում receive հասկանալ nothing Աստծուն, from God. ոչինչ Աստծուց չեն կարողանում ստանալ։ Adam was spiritually dead. Ադամն հենց այդպես հոգեորապես մահացած էր։ He could no longer commune with God as before. Այլևս հաղորդություն չուներ Աստծո հետ, ինչպես առաջ էր։ Adam was created a spiritual being. Ադամը ստեղծված էր որպես հոգևոր արարած։ I know the Bible uses the word soul. He became a living soul, the Bible says. Աստվածաշունչն ասում է, որ նա կենթանի հոգի դարձավ։ But God is a spirit, and God communicates spirit to spirit. Իսկ Աստված շփվում էր հոգին հոգու հետ։ Jesus tells us that in John 4. Հիսուսը Հովանես 4-ում դա մեզ ասում է։ So that spirit ruled in I- Adam's life until he sinned. Միջև իր մահը հոգին էր կառավարում իր կյանքը։ So Adam had that choice to make, Ադամն այդ ընտրությունն ուներ կատարելու։ either to live by his soul or by his spirit. Կամ ապրել շնչով, կամ ապրել հոգով։ In truth, it's one that we make every day as well. Ու այս ճշմարտությունն ամեն օր մենք ենք ընտրում։ Because we either live by our own resources, Որովհետև կամ մենք մեր սեփական այդ ռեսուրսներով ենք ապրում, our own mind, մեր սեփական մտքով, our own decisions, մեր սեփական որոշումներով, or կամ we learn to live by the սովորում ենք life of another. ապրել ուրիշի կյանքով։ We learn to trust in the Holy Spirit. Այսինքն սովորում ենք վստահել Սուրբ Հոգուն, We learn to hear His voice, սովորում ենք լսել նրա to ձայնը, respond to what He is saying to us. արձագանքելու նրա խոսքերին, որ ասում է մեզ։ We are new creatures in Christ. Ու մենք դրանով դառնում ենք նոր արարածներ Քրիստոսում։ We're born again. Վերստին ծնվում ենք We have a connection with our Father ու in մեր heaven. հոր հետ, որ երկնքում է, ունենում ենք կապ։ We are spirit
men and women. Մենք հոգևոր մարդիկ ենք լինում։ This is what God has done for us. Ահա թե ինչ է Աստված մեզ համար արել։ Where Adam died Երբ spiritually, Աստված Ադամ հոգևորապես մահացավ, now we are born again spiritually. դրա համար հիմա մենք պետք է հոգևորապես վերստին ծնունդ ունենանք։ We come into the family of God Պետք է փոխակերպենք, գնանք դեպի Աստծո ընտանիք։ with His nature, Նրա conforming to էության His մեջ image. ու նրա կերպարին կերպարանակից լինենք, We can պատկերին։ receive of the life of Ու God. այդ ժամանակ Աստծո կյանքը կարող ենք ընդունել։ We can pursue His presence and His power. Կարող ենք հետևել, հետապնդել նրա ներկայությանը, նրա զորությանը։ What we are called to Այն ինչի համար մենք կանչված is ենք, impossible in our own strength. այդ մեր կանչվածությունը կատարել մեր սեփական ուժերով անհնար է դա։ This lesson is entitled Living the Impossible. Այս դասի վերնագիրը հենց այդպես է learning, living, ապրել անհնարինը։ We say that because it is impossible to live for God in your own strength. Մենք ասում ենք, որ անհնար է ասում մեր սեփական զորությամբ ապրել։ We are always going to be facing impossible situations. Մենք միշտ անհնարին իրավիճակների առաջ կկանգնենք։ We're going to find ourselves having to learn to depend upon God. Ու մենք անընդհատ պետք է սովորենք կախում ունենալ Աստծուց, կախյալ լինել նրանից։ In the Exodus story, Israel got to the Jordan River, Ելից գրքում, երբ որ նրանք գնում են այդ գետի մոտ, sent out 12 spies. այդտեղ կային 12 լրտեսներ, They went up and down all through the land. ու անդադ գնում գալիս են այդ տարածքը, And they came back with a report. ու զեկույցով վերադառնում են։ 10 of them said, Նրանցից 12 լրտեսներից 10-ն ասում են, this land is great, it's ասում են wonderful, շատ մեծ տարածք է, շատ լավ տարածք է, but there's giants in the բայց land. այդ տարածքում ապրում են հսկաներ։ There's great cities that are frightening to us. Այդ մեծ մարդիկ այդտեղ բնակվող կկրվեն մեզ հետ, կպատերազմեն մեզ հետ։ We cannot do it. Չենք կարող հաղթել։ The enemy will destroy us. Թշնամին պարզապես կկործանի They'll մեզ։ take our wives and children, Մեր կանանց եւ երեխաներին կվերցնեն մեզանից։ and they failed to enter in. Ու չենք կձախողվենք այդտեղ մտնելը։ Joshua and Caleb said, let's Բայց rise up and Քաղեթն ու go. Հեսուն ասացին ոչ։ God's with us. Աստված մեզ հետ է։ Amen. Ամեն։ They were the only two of that Ընդամենը generation to երկուսն go էին in. այդ սերնդից, որ մտան խոստմունքի հետ։ 40 years later, they'd come back to that river. Տարի անց վերադարձան այդ գետի մոտ, The land has not changed. տարածքը ընդհանրապես չէր փոխվել, The cities are still there. քաղաքը դեռ գոյատևում էր, The կար, giants are still there. հսկաները դեռ այնտեղ էին, The enemy is still there. թշնամին դեռ այնտեղ էր, Nothing has changed. ոչինչ չէր փոխվել, But this time, բայց այս անգամ they are led by the Spirit of God. նրանք առաջնորդվեցին Աստծո հոգով։ God goes and marches around Jericho. Աստված գնաց ու Երիքովի մոտ այդ նշանն արեց։ How are you going to defeat that sin? Ոնց պետք է այդ քաղաքին հաղթեին։ It's impossible in human strength. Մարդկային ուժով անհնար է Երիքովում հաղթանակ ունենալ։ But with God, all things are Բայց possible. Աստծո համար Աստծո հետ ամեն բան հնարավոր է։ Amen. Ամեն։ Oh, those trumpets sounded, those walls came down Եվ այդ աղաղակներից քաղաքը պատերը կընկնեին, because God was with them. որովհետև Աստված էր նրանց հետ։ Israel didn't know how it was going to take place. Իսրայելը չգիտեր դա ոնց էր տեղ ունենալու։ The army definitely didn't cause those walls to fall. Ու բանակը չէր կարող ինքնուրույն անել այդ պատերի քանդելը։ But Joshua learned, Բայց Հեսուն սովորել էր։ if I follow the instructions of this God, Եթե ես Աստծո հրահանգներին հետևեմ, we will be victorious. մենք կհաղթենք։ It may not make any sense. Միգուցե ես չհասկանամ։ March around the city, quiet, don't say a Օրինակ word. հանգիստ առանց խոսքի պատտվել այդ քաղաքի շուրջ։ People in the city, I'm sure, were looking at, what are these crazy Մարդիկ guys? քաղաքում եմ մտածում ես մարդիկ խելագարվել են, ինչ են անում։ We don't have to be afraid of them. They're Ու just a bunch մտածում of եմ Երիքովի lunatics. մարդիկ որ հաստատ սրանցից վախենալու կարիք չկա։ And I think some of Israel were thinking the same thing. What are Կարծում we եմ doing? իսրայելացիներից էլ էին մտածում, ես ինչ What are ենք we անում։ doing? Ես ինչ ենք անում։ How is this going to win the victory? Ոնց կարանք պատտվելով ընդամենը հաղթություն բերել։ But they obeyed. Բայց հնազանդվեցին։ They obeyed. Հնազանդվեցին։ And those walls came down and they Եվ won այդ the victory. պատերը քանդվեցին եւ նրանք հաղթություն ունեցին։ And they learned that Եվ God սովորեցին, որ can do the Աստված impossible through կարող է them. անհնարին անել։ We have to learn that same Ու thing. մենք պետք է այդ նույն բաները սովորենք։ You're not going to be able to accomplish anything Դու չես կարող ինքնուրույն ինչ-որ բան in your իրականացնել։ own strength or your own Քո wisdom. սեփական իմաստությամբ կամ ուժով ոչինչ անել չես կարող։ You're called to lay hands on the sick Դու so that they կանչված can ես recover. հիվանդների վրա ձեռ դնելու, որպեսզի նրանք վերականգնվեն։
And I'm not talking just to the pastor or to the Ես preacher. չեմ խոսում քարոզողների կամ հովների մասին։ That's a call to every Այս believer. կոչը յուրաքանչյուր հավատացյալի համար է։ How are you going to do that in your own strength? Ոնց անենք մեր սեփական ուժով։ How are you going to do that? Ոնց պետքա դա անենք մեր սեփական ուժով։ It's impossible. Դա անհնար է։ You cannot do it. Դուք ձեր սեփական ուժով դա անել ուղղակի չեք կարող։ You must rely upon the Դրա Holy համար Spirit. պետք է հույսները դնեք Սուրբ You must Հոգու վրա։ have an anointing, Պետքա ունենաք այդ օծությունը, because only then որովհետև այն ինչ որ մենք ունենք, can you fulfill the word of God. այն ինչ որ մենք պետք է անենք, ուղղակի Աստծո խոսքը իրականացնենք։ Lay hands on the sick and Ուղղակի lay. ձեռքներս դնենք հիվանդների վրա։ Nobody can cast out a demon. In the Ոչ Lord. մեկ չի կարող դևերին հանել մարդկանց։ It's միջից։ impossible. Դա անհնար է։ I've tried it. Ես փորձել եմ I failed doing it. ու ձախողվել եմ դրանով։ I had to learn Ես պետք է սովորեմ the name of Jesus Հիսուսի is անունով, greater որ than Հիսուսի any անունն name. ավելի մեծ է, քան And ցանկացած մարդ, every demon of քան hell ցանկացած դև will դժոխքում listen գտնվող։ to the authority of that name. Ու մենք պետք է տեսնենք այդ անվան իշխանությունը։ But I could not do it in my own strength. Բայց ես իմ սեփական ուժով ու զորությամբ դա անել չեմ կարող։ Oh, we'd pray for hours for folks and nothing happened Մենք կարող ենք ժամերով աղոթել ու ոչինչ չլինի։ until we learn the truth. Այնքան ժամանակ միջև չսովորենք այս ճշմարտությունը։ It's all in the name of Jesus. Այս ամենը միայն Հիսուսի անունով է։ Now we're called to the impossible. Մենք կանչված ենք այդ անհնարինի համար։ You just look through the book of Acts and you'll see it. Կարող ենք նայել Գործ Կարաքելոս գիրքը ու տեսնել։ Okay? Jesus is gonna heal the man at Gate Beautiful. Գեղեցիկ դրան մոտ նստած այդ մարդուն Հիսուս կարող էր բժշկել։ Peter doesn't even have any money to give him to help him Պետրոսն through անգամ his day. գումար չուներ այդ մարդուն տալու։ I don't have any money, Ես չունեմ որևէ գումար, but I did receive something in Բայց that ես- upper room. ես մի բան այդ վերնատանը ստացել եմ։ And what I do have, I'll share with Այն you. ինչ որ ես ունեմ կկիսվեմ քեզ հետ։ It wasn't anything of his. Դա ինչ որ մի նյութ չէ։ It was what he had received on the day of Դա Pentecost. այն էր ինչ որ ինքը Պենտեկոստեի օրը ստացել էր։ It was the working of God in Դա him. Աստծո գործն էր նրա մեջ։ So we are called to the impossible. Մենք կանչված ենք այսպիսով անելու անհնարին բաներ։ When we put it in those terms, it's so simple to understand, isn't it? Շատ པարզ է սա հասկանալը։ And yet we try to Միևնույն live every ժամանակ- other part of this in our own wisdom. in our own Փորձում ենք այս ամեն մի մասը մեր սեփական ուժերով անել։ But there's really nothing you can do in the Բայց spirit realm. իրականում ոչինչ հոգևոր դաշտում մենք մեզանով չենք կարող անել։ You understand? It is the spirit realm, Հասկանում եք, սա հոգևոր դաշտ է, not the physical realm, ոչ թե ֆիզիկական, not the fleshly realm. ոչ էլ մարմնական։ It's not the world. Սա աշխարհը չէ, It's the spiritual realm. սա հոգևոր դաշտ է։ And you can't accomplish anything Եվ դուք որևէ բան ձեզանով in չեք that կարող անել realm այդ դաշտում հոգևոր without the spirit of God. առանց Աստծո հոգու։ You're called Դուք կանչված եք to live in that realm. ապրելու այդ դաշտի մեջ։ We are part of that spiritual realm. Մենք հոգևոր դաշտի մի մասն ենք ազգում։ Amen. Ամեն։ Isaiah 40 tells us, Եսայա 40 մեզ ասում է. those that wait upon the Lord Նրանք ովքեր սպասում են will Տիրոջը, renew their strength. ովքեր ապավինում են Տիրոջը, կնորոգեն իրենց ուժը։ Եսայա 40:31։ Now that word renew actually Այդ նորոգել բառը can mean exchange. կարող է նշանակել փոխակերպում։ And really this is what we're doing. Ու սա այն է, ինչ որ մենք անում ենք։ We're exchanging our physical weakness Մենք մեր ֆիզիկական թուլությունը փոխում for ենք his strength. իր զորությամբ։ We're exchanging our intellectual limitations Մենք մեր այդ մարդկային սահմանափակումները փոխում ենք for his wisdom and his իր understanding, իմաստությամբ ու հասկացողությամբ, for his knowledge, իր գիտելիքով, his discernment. իր զանազանությամբ։ The weakness of the flesh is exchanged for the spiritual strength that he has. Մարմնական թուլությունը փոխում ենք նրա ուժով, որը նա ունի։ We have to see that this is what God has offered to us. Մենք պետք է տեսնենք սրանով ինչ է Աստված մեզ առաջարկում։ We can participate Մենք in կարող this ենք life of God, մասնակից դառնալ Աստծո այս կյանքի մեջ։ this ministry of Մենք Jesus. կարող ենք Հիսուսի այս ծառայությունն That the իրականացնել։ anointing that was upon him Եվ could այդ be upon օծությունը, us. որ նրա վրա էր, կարող է լինել նաև մեզ վրա։ Jesus said, I've come to serve. Հիսուսն ասաց, ես եկա, որ ծառայեմ։
And if you want to participate in his Ու life, եթե դուք ուզում եք մասնակից դառնալ նրա կյանքի մեջ, you will go to serve. դուք էլ պետք է գնաք ծառայեք։ Your life will be service to Ձեր others. կյանքը պետք է ծառայություն դառնա մարդկանց համար։ If it is only to receive it or if it's only to achieve, then it's not the life of Christ. Սա այդ Քրիստոսի կյանքը սրանով կարող ենք ունենալ։ We know Մենք գիտենք, that this divine power որ is available աստվածային to us. զորությունը մեզ համար հասանելի է։ I love Ephesians chapter 1 Ես շատ and եմ verse սիրում 3. Եփեսացիների առաջին գլխի այդ խոսքը 1:3 1, 3, yeah. 1:3-ը։ Ephesians 3. Yeah. Օրհնյալ լինի Աստված մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ մեզ օրհնեց բոլոր հոգևոր օրհնություններով երկնային տեղերում Քրիստոսով։ Every spiritual blessing Ամեն հոգևոր օրհնություններ has been available unto us through Christ. մեզ համար հասանելի կլինեն Քրիստոսով։ We're united with him in that Մենք heavenly realm, միաբան ենք հոգևոր դաշտում Քրիստոսի հետ։ seated with him in heavenly Նրա realm. հետ նստած ենք հոգևոր երկնային The վայրերում, spiritual տեղերում։ blessing that we need Ու այն is հոգևոր օրհնությունները, որի կարիքը մենք ունենք, it's in that realm. այդ դաշտի մեջ են հոգևոր։ Every spiritual blessing. Ամեն հոգևոր, բոլոր հոգևոր օրհնություններով։ We participate in that Ու մենք մասնակից ենք դառնում դրա մեջ։ as we shed this world, Երբ որ մենք այս գործն ենք անում, that sin, երբ որ մենք այդ մեղքը our թողնում ենք, selfish մեր ambitions, our եսասիրությունը, pride, մեր փառասիրությունը, մեր հպարտությունը թողնում ենք, and we come into that ու place գալիս ենք այդ վայրի մեջ, where as children of God we որտեղ become the որպես servants. Աստծո զավակներ դառնում ենք նրա ծառաները։ We follow in his steps. Հետևում ենք նրա քայլերին, Where Jesus goes, we go. որտեղ Հիսուսն է գնում, այնտեղ մենք ենք գնում։ He's going to serve. Ու նա կծառայի, He's going to touch the sick. նա կհպվի հիվանդներին, He's going to call to repentance. նա կկանչի մարդկանց դեպի ապաշխարության։ Amen. He's going to preach that gospel of the Ու kingdom. այդ թագավորության ավետարանը կքարոզի։ Peter, we read earlier in 2 Peter chapter 1. Երկրորդ Պետրոս առաջինից արդեն կարդացել ենք։ Again, one line there. Մի տող կա այդտեղ։ He says that he's given us everything we need for life and for God. Ասում է, որ նա մեզ ամեն բան ինչ որ Is that կյանքի verse համար 3? պետք է տալիս է։ 3 Yeah, verse 3. Երկրորդ Պետրոս առաջինի 3-ը։ Go ahead. Իր աստվածային զորության համաձայն մեզ ապարգևեց այն ամենը, ինչ անհրաժեշտ է կյանքին ու աստվածապաշտությանը, նրան գիտենալու միջոցով, որ մեզ կանչել է փառքի ու առաքինության։ He gives to us Նա է տալիս մեզ everything we need for life այն and for ամենը, godliness. ինչի կարիքը որ մենք կյանքի համար ունենք, ինչ անհրաժեշտ է մեզ։ It's available from him. Դա հասանելի է նրա համար։ It's not in our discipline. It's not in our Սա մեր own կարգուկանոնից չի strength գալիս, սա մեր ուժից չի գալիս, to add it to our lives. ոչ էլ կյանքի նկատմամբ ունեցած մեր But he վերաբերմունքից, provides it. այլ նա է He մատակարարում, makes it available. նա է սա հասանելի It դարձնում մեզ flows with the համար։ Holy Spirit. Ու Սուրբ Հոգին սկսում է հոսել։ Whatever we need, in Ինչի whatever կարիք որ situation, ունենք, ինչ իրավիճակում էլ որ լինենք, he is adding to our lives. նա մեր կյանքի վրա ավելացնում է։ We know that these things cannot be taken from that tree of the knowledge of good and evil. Մենք գիտենք, որ այս տեսակ բաները բարի չարի գիտության ծառից չեն գալիս։ These things flow from Jesus and the tree of life. Գալիս են կյանքի ծառից, Հիսուսից։ We have to ask that question. Ու այս հարցը պետք է տանք, Which tree do you partake of? որ ծառից ենք օգտվում։ How do you make your decisions? Ոնց ինչ որոշում ենք կայացնում։ How do you minister to people? Ոնց ենք ծառայում մարդկանց։ Do you minister to people? Ծառայում ենք արդյոք մարդկանց։ We have to make a choice. Մենք պետք է որոշում կայացնենք։ We're either going to trust in our own strength, Կամ մենք վստահենք մեր սեփական ուժին, our own intelligence, our մեր own wisdom, խելքին, մեր սեփական իմաստությանը, our own մեր talents, սեփական տաղանդներին, or we're going to trust կամ in the Holy Spirit of God կվստահենք Աստծո Սուրբ Հոգուն։ to give us what we need in the Տալու մեզ moment, այն at ինչ the որ time, մեզ անհրաժեշտ է այդ ժամանակ։ to allow Him to Թույլ տալու prepare us նրան as a vessel պատրաստելու մեզ որպես անոթներ through which He can pour His life. ու միջոցով նա իր կյանքը կհեղի։ We must see that the cross is Մենք the պետք է means տեսնենք, որ այդ խաչը նշանակում է։ of dealing with that self. Այդ խաչը գործում է մեր էության հետ։ We come to
realization that Մենք that գալիս Adam ենք nature in us այն must die. գիտակցման, որ մեր մեջ գտնվող Ադամի էությունը պետք է մահանա։ It must be dealt with. Ու պետք է այդ մեր էության հետ գործ ունենա And we խաչը։ come to that place where we Ու մենք գալիս ենք այն վայրի մեջ, որտեղ մենք are truly in union with ճշմարիտ Christ. միաբանության մեջ ենք Քրիստոսի հետ։ You know, the husband and wife, the man Ամուսինը and the եւ woman come կինը, together as husband and կինը եւ wife. տղամարդ, երբ որ գալիս են մեկտեղ, նրանք դառնում են ամուսին հետ։ It's a joyous celebration Միաբան են լինում, միանում են իրար։ as she is married to that man. Երբ որ կինը ամուսնանում է տղամարդու հետ, And she takes on his name. վերցնում է նրա ազգանունը, She receives his love and his care. վերցնում է նրա կյանքը։ For us, Մեզ համար it is that moment in which Christ becomes դա այն պահն է, երբ Քրիստոսը դառնում է that one who loves us. այն մեկը, որ սիրում է մեզ, He gives himself ու for նա us. ինքն իրեն տալիս է մեզ համար։ And we become part of that Ու bride. մենք դառնում ենք այդ հարսի մի մասը։ We're no longer our own. Ու այլևս մենք մեզ չենք պատկանում, We're his. այլ նրան ենք պատկանում։ He loved us. Նա սիրեց մեզ։ He gave himself for Նա us. իր անձը տվեց մեզ He's համար։ washed us. Նա լվաց մեզ։ He's prepared us. Նա պատրաստեց He's մեզ։ dressed us Նա հագցրեց մեզ in robes of righteousness. այդ արդարությամբ։ We are his. Մենք նրանն ենք։ He will care for us. Ու նա մեր մասին հոգ կտանի։ And if we want this life, Ու եթե այս կյանքն ուզում ենք, we just make that choice. այդ որոշումը կկայացնենք։ We say yes to Ու Jesus. կասենք այո Հիսուսին։ Yes, Այո, I will be yours. ես քոնը կլինեմ։ I will be yours. Ես քոնը կլինեմ։ Father, we thank you Հայր, շնորհակալ ենք for the invitation that we have այն հրավերի համար, որ մենք ունենք,